Իսկ դպրոցների միավորմանը կողմ եք, դեմ եք։ Գիտեք ինչ, սենք կողմը, սենք կողմ եմ, սենք ես չեմ ուզել, էլի որ սենք դպրոցները միանան, տեսենք լավված, սենք մեր երեխաները, մոդիկ է դպրոցը, սենք մեր երեխաները առավոտ կելնին, շուտ հասնին դպրոց, իսկ են դեպքում արդեն պետք է երեխին քնահարամենես, առավոտները ծմերը, դեմը հարամենես այդ երեխուն հանես այդ ցրդին ուղևորես դեպի սենք հայկավան է, գուլուգուլաղ է, չգիտեմ էլի սենք ուտեղ ճանապարհենք։ Չեք կարծում, որ դպրոցների օպտիմալացումը ճիշտ է, իշխանությունը ներկայացնում է որպես շատ լավ այսպես բան, փոփոխություն եւ այլն, բայց այս ամենը եւս կնպաստի արտագաղթին, գյուղերի դատարկվելուն։ Գիտեք ինչ ճիշտ է գյուղերի դատարկվելուն, որովհետեւ սենք նույնպես նայ որ սենք Մաշտկաս ենք եթե պիտի խոսքի գրգե հայկավան գուլուգուլաղ կսեսիմ դուրս կփագեմ կեշտամ լեննագան ընդեղ շատ երեխեք կան որ ստեղ չեն էշտատասի բայց թե չդեմ ես օրինակ սենք իմ երեխուս կուզեի որ սենք իրանք ստեղ էշտային տասի որովհետև հարմար է էլի մեզի մեկ է ուրել որ էշտան ուրել հայկավան էշտան գուլուգուլաղ էշտան միևնույն է նույն սորվծրած բաներն է Ոչ մի սենք վարդարոտ դեպք չկա երեխեքի մոդը։ Թերևս իրենք պատճառաբանում են, որ այնտեղ ավելի լավ պայմաններ են ստեղծված, այնտեղ ուսումնական process-ը ավելի բարձր մակարդակի վրա է դրվելու, դպրոցի շենքային պայմանները ավելի բարելավված են, այս հիմնավորումներն են իրենք։ Հա, դե պատկերացրեք սենք հա, դպրոցը սենք իրանք նոր են կառուցել, դպրոցը հա, հասկանալի է, որ սենք դպրոցը նորմալ սենք կառուցենք ամեն ինչը իրանք արդեն կոմունալներով ամեն ինչ տեղին ունեն, բայց դե չի կարծել խոսքի այդ երեխեքը սենք մեր երեխեքին սենք դիք չէ իրանց պետք է իրանց ուսումը, իրանց գիտելիքը, որն էլ որ սենք նույն բանն է, ստեղ էլ նույնը կսորվծնեն, ընդեղ է նույնը կսորվծնեն, չի կարծել հանգարց պետք է այնտեղ առավել սորվծնեն ստեղի նկատմամբ։ Պետությունը չի ուզում մի քանի աշակերտի վրա շատ գումար ծախսել, փորձում է միավորել ու ծախսը այսպես ավելի օպտիմալացնել, քչացնել, արդեն երեխեքի իշխոր նուսենք երեխեքի հոգեբանության հետ արդեն երեխեքի հոգեբանությունն է, դի գործենք թե երեխային ստեղից արդեն դիելին հասնին դեղ աներ, դեստեղ արդեն իրանք ընդելացել էին դպրոցին Ինչքան է ձեր գյուղից հեռու նոր դպրոցը։ Պատկերացրեք ճիշտ ասած չգիտեմ, նույնիսկ եթե մեքենայով է 10 րոպե կամ չի տևել։ Իսկ տրամադրում են իրենք տրանսպորտ։ Թե ինչքան գիտեմ կան ենք իմացել ենք որ պիտի ինչ որ մեքենան իրանք տրամադրեն։ Որպես սահմանին ապրող մարդ ինչ է կարծում այսօր պետությունը բավարար աջակցություն, ուշադրություն ցույց տալիս է սահմանին ապրող մարդկանց։ Ոչ մի աջակցություն չունենք մենք պետության կողմից։ Մենք նույնիսկ կուզեինք որ մի հատ պետություն նուսենք Փաշինյանի կողմից թեկուզ ինքն է այցելեր մեր գյուղերը որպես սահմանամերձ գյուղ մի հատ ասենք այցել էին նային ճիշտ է Գյումրի կուկան նային կեշտան բայց չեն ստեղաներ գյուղեր կա մենակ նուսենք մեր գյուղներ չի ամայսյա այդ կողքի գյուղերը կեշտան նային բացառված է այս կողմի գյուղերը չեն կա նույնիսկ իրանք չեն կա նայեք այս ճանապարհները ինչ է գուցե վատ ճանապարհի պատճառով չեն գուցե իրանց մեքենաները ամենագնաց է իրանց շատ սենք մանավանդ այս մեր գյուղի ժողովուրդը շատ մեղք ժողովուրդ են որովհետև սենք նախ ճանապարհները այն չէ երեխեքը սենք ոչ մի զբաղմունք չունին դպրոցներն է սենք մի փագենգը որովհետև սենք միացում կենեն ուրիշ դպրոցներին ճիշտ է սենք լավ վատ մեր դպրոցն է մենք սենք կուզեինք որ մեր երեխաները չտեղափոխվեն բայց թե ինչ ենք պետությունը պես նա է մենք չենք կարող ոչ մեկս ինչ որ մի բան փոխել
Ձեր գյուղի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, բայց այստեղ էլ խնդիր կա։ Չունենք արոտավայրեր, որովհետև ասենք ճիշտ է, շատ լավ է, ասենք եթե արոտավայր ունենանք, գյուղացուն հեշտ է, ասենք անասուն պահելով իրանք չեն տուժվի, որովհետև ասենք արոտավայրերը ճիշտ է, ասենք պանիրը, կատը, գյուղացու ապրանքը բոլորը, ասենք էժան է, չի ծախվի, էժանքներ են տալիս, բայց դե խոսքի ասենք էլի ինչ որ չափով ասենք գյուղացին մի օգուտ կքաղի այդ բանից, բայց ասենք չի եղնի էլի, ասենք այդ արոտավայրերն որ չկա, ասենք գյուղացին իր անասուն ուզե չուզե պիտի վերացնե, բայց դե վերացրեցե, այս դեպքում արդեն այս գյուղացին շատ մեղք կեղնի, ապրելակերպից էլ արդեն հեռու կեղնի։ Շատ են ձեր գյուղից գնացողները։ Դե պատկերացրեք շատ մանավանդ ասենք քանի տուն փագեն ժողովուրդը ասենք մեծամասն ապրելակերպ չեն ունեցել, ցկտել են դուրս են ելել արդեն այս գյուղից։ Ես ասենք Ռուսաստան են գնացել, ես ասենք ուրիշ տեղեր են գնացել, բայց ասենք մեծամասնությունը փակ դռներ են։ Ձեր գյուղը սահմանամերձ է ու գիտեք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել, խոսակցություններ են գնում սահմանի բացման մասին, դուք որպես սահմանին ապրող մարդ, ինչ եք կարծում, ինչքանով է իրատեսական սահմանի բացումը և դա ինչ հնարավորություններ կստեղծի ձեզ համար։ Դե պատկերացրեք, եթե ասենք սահմանի բացումը եղավ, եթե ասենք սահմանը բացեցին, պատկերացրեք, ասենք այդտեղ էլ ոչ մեկը չի կարող ապրել։